Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, այսօր ուրիշ կարծիք ոդքասթն է կրկին, այսօր ունենք հյուր, Վահեի փոխարեն հյուրընկալել ենք իմ շատ սիրելի ընկերոջը Տաթև Արցախին, բարև Տաթև ջան։ Բարև ձեզ։ Ընդհանուր խոսելու ենք ընդհանուր ներքին քաղաքական կյանքից, մեր ապրած օրերից, տենց պատմելու ենք լիքը բաներ ունենք պատմելու։ Նախ արի սկսենք նրանից, որ դու կին քաղբան տրկյալ դարձար, այսպես ասած, տեսար այդ Նիկոլի ստեղծած ռեպրեսիաներից տենց օգտվեցիր կոպիտ ասած մի փոքր կպատմես այդ ասենք կին լինելով բանտային կյանքից տենց ոնց էր այսինքն մենք տղաներս մի քիչ այլ ձև ենք պատկերացնում բայց որպես կին հենել ասենք նստած քերակատորողականում տենց ինչպես էր էլի սկսենք նրանից ինչի համար դու տենց դարձար առաջինը քո պայքարից սկսած հետո խոսենք ընդհանուր այդ բանտային ռեժիմներից բան ոնց է կանոնցում տենց շարունակենք Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար Սևան ջան, ոտս նորից խերով լինի։ Որտեղից սկսեցինք, դե 2018 թվականից քիչ մարդկանցից էինք, որ այսօրվա արհավիրքները եղած եւ շարունակող արհավիրքները կանխատեսում էինք, զգում էինք, պատկերացնում էինք Նիկոլ Փաշինյանը ինչ է բերելու եւ այդ մասին բարձրաձայնում էինք։ Այն անգամ հիշում կներես դու բանին, չէ՞, Նիկոլ Փաշինյանին դիմակ շպրտեցիր վրան ինչ այդ ժամանակ կորոնավիրուսի դեպքերի ժամանակ։ Օգտագործված դիմակ էր, միասին էինք այդ ժամանակ պայքարում էինք, օգտագործված դիմակ էր, երբ որ ես տեսա որ կորոնավիրուսի ժամանակ այդ մարդիկ այսպես ասած ցնցումների մեջ չգիտեին իրենց գլխի գալիքը տնտեսությունը կանգնած էր կազուսի առաջ ոչ մի պրոֆիլակտիկ միջոցառում չէր իրականացվում ինքն մտնում էր դեղատները տեսնում էր որ սպիրտ նման պարագաներ դիմակներ չկա վայ այստեղ էլ չկա վայ այնտեղ էլ չկա ու եթե հիշում ես տաքսիով անցնում էինք մենք այտենց մեր ընկերոջ անի դիմակը օգտագործած վերցրեցի տարա տվեցի ասի առ բայց օգտագործած է որովհետև փաստորեն դուք այնքան ամենաթողության եք մատնել այս ամեն ինչը որ դեղատներում նույնիսկ դիմակ չկա բայց հետո դիմակ չկրելու համար մարդկանց տուգանում էին ու տեղից սկսեց իմ ոստիկանության տարբեր բաժանմունքներում եւ բարևներ ուղարկենք մեր ընկերներին, մեր պայքար ընկերներին, ում հետ տես տարիներ շարունակ մի գրասենյակում ենք անգամ աշխատել, բոլորին բարևներ։ Աշխատել ոչ միայն գրասենյակում, տարբեր ծրտին անձրևի տակ, դրսերում մեր ընկերների տանը տենց հավաքվելով ամեն դեպքում բոլորին բարևներ ուղարկենք ու գնանք նրան Տաթև ջան, ինչպես ստացվեց, որ դու հայտնվեցիր Կալանավայրում։ Ես էլ բարևներին միանամ ու շարունակեմ։ Կալանավայրում հայտնվելը դե գիտեք 2023 թվականին Արցախի վերջնական կորուստի վտանգի դեռևս Արցախը վերջնականապես չէր հանձնվել այդ կորուստի վտանգի տակ էինք պատերազմ էր Արցախում եւ հարազատներս, քույրս եւ նրա որդին գտնվում էին Արցախում ու ես շարունակաբար այսպես ասած աղոթում էի որ գոնե նրանք ողջ լինեն ու շարունակաբար լուրեր էր գալիս որ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու Արցախի ժողովրդին Հայաստան ճանապարհը չի բացվելու եւ մենք առնվազն որպես արցախցի որպես դա ոչ քաղաքական դիրքորոշում էր որ մենք հարցեր ունենք այս կառավարությանը ու հավաքվել են կառավարության շենքի դիմաց որովհետեւ կառավարության ներկայացուցիչը բարձր փրփուրը բերանին հայտարարել էր որ մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք եւ մենք բնականաբար պիտի հարցեր ունենանք հարցերին պատասխաններ չստանալը բերեց նրան որ ես Facebook-ում գրառումներ արեցի եւ նաեւ մասնակցեցի այդտեղ հետո վերագրեցին որ զանգվածային անգամ հիշում եմ այդ միջև քեզ բռնել է մենք հանդիպել ենք հանրապետության հրապարակում դրանից ժամեր հետո քեզ ձերբակալեցին չէ բանը վարույթ սկսվեց վարույթի մասին ես տեղեկացա որ քրեական վարույթ է սկսվել Facebook-ի այդ օրներ որ քրեական վարույթ հենց սկսվեց մենք իրար հետ ենք տեղեկացրեցի հիշում եմ այդ տեղեկացանք հա անինը վարույթ նախաձեռնեցին հետո իմը հետո այդպես շարունակ ձերբակալվեցին եւ հերթահասավ ինձ ձերբակալեցին ես այնքան սենց բան վիճակում էի որ ոնց որ կինոյում լինեի երազում լինեի որ
արթնանում եմ, տեսնում եմ ես մի հատ կամերում եմ, այդ վաղ ԶՊՎ-ին։ Բայց ինչ էր, ԶՊՎ-ն ինչ ձև էր, ասենք նույն ԶՊՎ-ն էր, հա, Երևանի ոնց որ ոնց որ տղամարդկանց, Երևանի, հա, ոնց որ տղամարդկանց, հա, Աբովյան քաղաքի հատուկ ձերբակալվածների պահպանման վայրում էի, որտեղ կային եւ տղաներ եւ լավա գոնե մենակ էի խցում, չէին տարել մի տղայի հետ, հա։ Այդպես արթնանում եմ, ես այդ խցում եմ ու հասկանում եմ, որ ձերբակալված եմ։ Դե տեղից սկսում է արդեն հասկանում եմ, որ սկսել է, ամենաբանն էր միշտ Արսեն Բաբայանը, ես միշտ իրեն շնորհակալ եմ, այդ ժամանակ այն ամենակողքիս ամենամտերիմ մարդը, այն լույսը ինքն էր, որ միշտ դրսից լուրեր էր ինձ բերում, հույս էր տալի ու այդ ժամանակ ես էի իրեն հույս տալի, ասում էի 2 ամիս կալանավոր մի մտածի ոնց 2 ամիս գնացիր այլ տեղ, այսինքն ինչ պայմաններ էր էլի, ասենք ինչ կանայք են, հա, սենյակ է, կանայք էին, խցակիցներս բարվոք մարդիկ էին։ Բայց ասենք կարող եք ինչ որ մյուս խցակիցներին տեսնել, բան դուրս գալ, տեսնել ժամանակ առ ժամանակ, որ դուրս էին գալիս, օրինակ բուժկետ կամ չգիտեմ զանգահարելու, դե իմ սահմանափակումներ կար ինձ վրա, բացառությամբ երեխաներից եւ պաշտպաններից, ես երբեմն դուրս էի գալի Արսենի հետ արտաքին աշխարհից նորություններ էի իմանում, խոսում էի եւ երեխաներից հետ քիչ էի խոսում, որպեսզի չիմանան որտեղ եմ։ Բայց վերջում ոնց ընդունեցին, որ իմացան որտեղ։ Իմացել էին, դե դու իմ երեխաներին գիտես, մասնավորապես Նարեկոյի հետ շատ էս շփվել։ Նարեկոն իրանք միշտ գիտեն, ես դիրքեր եմ գնում, իրանց համար դա նորմալ էր։ Ու երբ որ մի անգամ իրանք լուրեր են նայում, հասկանում են, որ ես բանտում եմ, ինքն է ասում, որ աղջիկաս գիտես, որ մաման պոստեր չի, մաման բանտում է։ Ու բնականաբար իրանց համար այդ շատ վատ բան պիտի ասեմ, բայց իմ երեխաների համար դա արդեն նորմալ չէ, բայց սпасելի էր, որովհետև շարունակաբար տեսել են, թե ոնց են ինձ մի 6 ոստիկան ձեռքերը սոլորած բերման ենթարկում, մի խոսքով նրանք սпасելի էր, որ այո, այսինքն պատրաստ էին երեխաները այդ լուրը լսելուն, պարզապես իրանք բանտը չգիտեին ինչ բան է, ես հնարավորություն ունեի երեխաներիս հետ հանդիպելու, տեսակցելու բանտում, բայց ես կտրականապես դեմ էի եւ չփորձեցի նույնիսկ իրենց չթույլատրեցի, որ մայրս բերի եւ ես նրանց այդ 2 ամիսը հանդիպեմ, որովհետեւ չպիտի հասկանային ես ամեն դեպքում որտեղ եմ գտնվում։ Օրինակ ձեզ այդ ռեպրեսիան, որ իրականացրել է ձեր դեմ այսօրվա կառավարիչը, ձեզ ինչ որ ձևով ճնշել է դա, ճնշվել եք, թե հետի ձեր վրա ոնց ինչ ազդեցություն ունեցավ։ Դե գիտեմ, որ դու գիտես, բայց Հանրության համար ենք խոսում, մենք ամեն օր շփվում ենք, գիտենք։ Չէ, դա իմ վրա ոչ մի հետք չի թողել, ասեմ ավելին, ես լինելով հենց հիմա վարչական հսկողության տակ, շաբաթակ միջև հիմա քրեական գործը շարունակվում է, դատական դատալսումները գնում են, ես բոլոր քաղբանտարկյալների եւ առհասարակ ինչ բողոքի ակցիաներ կլինեն, ես ներկա եմ լինում, ես ներկա եմ եղել սրբազան շարժման ժամանակ, ասեմ ավելին, մի հատ էլ այդտեղ եմ տուժվել, մի հատ էլ ռումբը գցել եմ ոտքիս տակ մի 2 ամիս էլ այդպես տանն եմ պարկել։ Ընկերներին էլ մենք էլ բոլորս նույն խրամատում ենք եղել, տեսել ենք ամեն ինչ։ Ունես չի Տաթևը ինչ որ միտեղ կաշկանդվել է կամ ազդվել է այդ ռեպրեսիաներից կամ ինչ որ բան ա եղել, հարգելի ընկերներ, Տաթևը միշտ պայքարի առաջի մարտիկներից է եղել ու կա ու մնում է այսօր էլ ու այսօր շատ է քննարկվում ընտրությունները, ընտրական process-ները, ինչ ես կարծում դրա մասին առհասարակ ու ընդհանրապես տեսնում ես ինչ որ X շանս, որ հունիսի 7-ից հետո այս կապիտուլյանտ իշխանությունները չեն լինելու, ուղղակի չեն լինելու իշխանության։ Ես որ ասեմ լիահույս եմ, այդ բառը արի չօգտագործեմ, որովհետև մի անգամ մենք այդ փորձը արդեն ունեցել ենք եւ ցավոք սրտի պիտի ասեմ, սա իմ կարծիքն է, գիտեք, որ ես չեմ կարող ճիշտը չասել եւ հանրությանը եւ առհասարակ ընկերական շրջապատում, եթե այս տեմպերով գնա, այսինքն ոչ թե ընդդիմադիր ուժերի Այսինքն ընդդիմադիր ուժերին պետք է համախմբում մի կուսակցությամբ թե մի դաշինքով բոլոր ընդդիմադիր ուժերը գնան մեկ նպատակով, մեկ թիմով ու ընդդիմության եւ իշխանության քվեարկության հարց դրվի, այսինքն ընտրություններին չլինեն տարբեր կուսակցություններ, լինի ընդդիմություն եւ իշխանություն։ Ու ասեմ, հարգելիներս, ոչ միայն
կարող եք 2-3 դաշինքով գնալ, բայց չխանգարել միմյանց։ Այսինքն մենք դեռ այն բանի մեջ ենք, ով բերեց Նիկոլին, ով գնաց 18 թվականին այս հավաքին, ով գնաց այն Ամեն դեպքում արի դրա մեջ չխորանանք, որովհետև լիքը մարդիկ ամեն օր տենց շեշտում են, խի բերեցին Նիկոլին, ով բերեց տարբերություն, նենց մարդիկ են խոսում, ով բերեց դուրս չգան, այդ շակերտներից իրենք դուրս չգան ու իրանց միակ Նիկոլին բերողները տարբեր մարդկանց մեղադրում են Նիկոլին բերելու մեջ ամեն դեպքում, բայց արի դրանից չանցնենք, թե չէ լիքը բան կա ասելու։ Ես էլ իրականում ես այն մարդկանցից եմ, գիտես, որ չեմ ուզում խոսել ու դա իմ համար ամեն օր ասում ենք դրա մասին, հետո էլի առիթներ կլինի խոսենք։ Իմ համար ավելի լավ է դրանից չխոսեմ, չեմ էլ ուզում խոսեմ, բայց ամեն դեպքում պետք է ասել, որ Ժորժ ջան, իրար չպիտի խանգարենք։ Իրար չպիտի խանգարենք։ Դրա համար, երբ որ ես տեսնում եմ ինչ ասի Տաթևը, երբ որ իրոք ազնիվ պայքարի մեջ է, ինչ ասի իր հետևորդներին, որ գիտեն, որ երբեք Տաթևը չի խափի կամ քաղաքական, չգիտեմ, ինչերի մեջ չի մտնի, ինչ ես իրան ասեմ, ես լիահույս եմ, այո, մենք կկրենք, եթե ես տեսնում եմ, որ այսպես կարող են իրար ուտել կամ իրար խանգարել։ Հենա մեր կուսակցության օրինակը վկա, եթե մենք պիտի ինչ-որ մեկին խանգարենք կամ ինչ-որ մեկին, թողնում ենք դուրս են գալի, ասում են գնացեք, մենք էլ կասենք կհորդորենք, որ գնաք ընտրեք ձեր ցանկացած ընդդիմադիր։ Բայց վերջում դու տեսնում ես ինչ որ շանս ամեն դեպքում։ Եթե վերջի վերջո իրենց ամբիցիաները, ես չեմ ասում կուսակցության, չէ որ չդնեն ամբիցիաները այս իրավիճակում, այս պահին, որ վաղը լինի ընտրություններ։ Ոչ։ Ովքեր հայտարարել են մասնակցելու, չեն տեսնում։ Ես էլ եմ նույն կարծիքին, որ եթե այդ ամբիցիաները իրենք չդնեն, եթե այդ ուժը չունենան, ասեն, որ ժողովուրդ ջան, մենք հիմա առաջնորդի հարց չենք քննարկում։ Մենք քննարկում ենք մեր լինելիության հարցը, որը Նիկոլի արկայության դեպքում բացառվում է։ Մենք պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Այդ առաջարկը միջև չանեն իրանք, միջև են առաջնորդներին հանելը, ասելը, որ մեր առաջնորդը էս է, ցտանեմ։ Ձեր առաջնորդը բոլորդ գիտեք, որ գոյություն ունի վարչական ռեսուրս, դուք գործ ունեք մի մարդ չէ, անձի հետ, որը ցիլինդրը դնում է գլխին, ու շաբաթ կիրակի օրերը այցելում է տարբեր որևէ կարմիր գծեր չունի։ Ու քարոշչությունը բաց կուսակցական իրենց կուսակցական բան անում, ասում ես դուրս կգամ, ասում է օրենք կխախտեմ, այս հարցը կլուծեմ, օրենք կխախտեմ, այն մի հարցը կլուծեմ։ Հա բայց նայ ինքը ինչ արեց։ Ընտրություններից մի ամիս առաջ բարձրացրեց թոշակառուների թոշակը, որը երբեք պատմության մեջ այդ թվով չի բարձրացել 10000 դրամ։ Այսինքն պատկերացնում ես, այդ 680,000 է իմ կարծիքով թոշակառուների թիվը մոտավորապես Հայաստանում, այդ մարդկանց ինքը կաշառեց։ Դե այս պետությունը սարքել է իրանց այդ չգիտեմ ինչի, չգիտեմ ում բիսետ կեն, այդ տեղի հավաքած այդ բաներն էլ որ բերում են, ամեն մեկը մի բան, այդ բյուջեն էլ սարքել է այդի, ում ուզում է տալիս է, առես կոֆեն, դու պատկերացնում ես, այդ թթու լավաշը ոնց է ուտում, բա բյուջեն ոնց կուտի։ Բյուջեն հələ ուտելն էլ իր աթոռի համար, այս լավը չի ասում, հա այս թոշակները բարձրացրեք, մենակ ընտրվեմ։ Ինչ բյուջեի քննարկում, ինչ տնտեսակ, ինչ Պապոյան Գևորգ կամ իրանց այդ էկոնոմիկային, լացելու բան է, էկոնոմիկայի նախարարը 2 անգամ ինչը 5 անգամ։ Դե էկոնոմիկայի ֆինանսների նախարարը կանգնում ասում է բանա, ասում է մենք չգիտենք այդ բանը 10000 դրամները որ ավելացել է, դրա տեղը չգիտենք, մենք այդ փողը որտեղից ենք բերելու, որ լրացնենք բյուջեն դեֆիցիտ չառաջանա։ Ասում է չգիտենք, բայց բարձրացրել են, հասկանում ես, ասենք բյուջեն չգիտես ինչ կարա լինի։ Այն բանի նման է։ Կամ խոսում էին, ասում է խաղատաների հաշվին հարկերը բարձրացնենք։ Դու պատկերացնում ես, ասենք խաղատան հաշվին, ասենք այսօր երիտասարդության մեջ է, դա տենց տարածված է, ցավալի փաստ է, որ տարածված է, այսինքն մարդը գնում կախվում է, տենց վերջի տունը կորցնում է, գնում կախվում է, իրան գցում է կամ ինչ-որ բան անում, այդ դրա հաշվին բարձրացնում են թոշակառուի թոշակը։ Հասկանում ես, որտեղ ենք հասել։ Ես բազմիցս եմ կրկնել, Տաթև ջան, որ չեմ պատկերացնում մենք ինչ աշխարհում ենք ապրում, սա ոնց որ ինչ որ երևակայական թվացող բան է, ինչ որ մի օր քնից հելնելու ենք ու սա չի լինելու։ Բայց չենք հելնում, այդ լիտուրգիական քնի մեջ ենք ու չենք արթնանում, ու լավ, ենթադրենք բարձրացրել է այդ 10000 դրամը։ Սեյֆան ջան, արի մի հատ ճիշտ է, էլի հասկանանք իրար ու բոլորն էլ մեզ ճիշտ հասկացեք։ 10000 դրամը ձեր կյանքում ի՞նչ է փոխում։ Տո երկու հատ դեղ չի կարա առնի այդ թոշակառուն։
Հələ 10000 դրամով թող մտնի խանութ, արի գնանք հենց հիմա 10000 դրամով մի հատ է թոշակառու տատիկ վերցնենք, ասենք քեզ ինչ պետք է։ Այդ 10000 դրամով ի՞նչ կա։ Բա լավ, Չէ, աբսուրդի ժանրից կա որ ավելացրել է, էսի անպայման ասեմ։ Բա դրանից մի ամիս առաջ էս մարդը ասում էր 10000 դրամը տանք թոշակառուին, ի՞նչ անի։ Ինչ պետք է ինքն էր ասում։ Վերջը իմացավ ինչ պետք է անի, դրա համար տենց։ Բայց նայ, մի հատ արի այս բաները էլի, ասենք օրինակ գնում ես անձնագրային բաժանմունք, հերթերա գոյացած, ասենք գրանցվում ես որ ինչ որ քարտ անես, ID քարտ անես կամ ինչ որ բան անես, ասենք բերում է 3 ամիս հետո է քո հերթը հասնելու։ Գնում ես վարորդական վկայական ստանալու համար դիմում ես on-line, մի 4 ամիս հետո գալիս է քո քննության հերթը։ Գնում ես ասենք թաղապետարան ինչ-որ խնդիրներ լուծելու ընդհանրապես տեղյակ չեն։ Ասենք Երևան քաղաքը փոսերով տենց շրջապատված է ու այս մարդիկ կոպիտ ասած այն, չգիտեմ, հայեթի խոսակցական լեզվով ասած գցել են իրենց ոտին էս ամեն ինչը։ Բայց այս մարդկանց ով պետքա պատասխանատվության ենթարկի։ Այն ժողովուրդը, որ ասում էին սրանք որ ինչ-որ մի բան անեն, մենք կհելնենք էլի փողոց, սրանց հեշտ է արելը։ Այդ ժամանակ ես դարձա խավության նոխազ, երբ որ գրեցի դուք ոչ մի բան էլ չեք անի, դուք մի հատ հուշարձան կսարքեք ու կգնա կլացեք։ Պրոստը մարդիկ դեռևս միջև հիմա մարդիկ կան, որ չեն ընդունում, որ իրենք սխալվել են, իրենք արել են, դա ու այդ սխալը պետքա ընդունեն նախ եւ առաջ։ Հեշտ է, Սևան ջան, երբ որ ասաց Նիկոլը, ինչ ուզում են քարկոծեն, ինչ ուզում են անեն, ես ռեալիստ մարդ եմ, ես ինչ մտածում ասում եմ ու դա ճիշտն է։ Երբ որ ինքը վեր կացավ ասեց, որ բանը 3 միլիոն վարչապետ եք, հավաքարարի ձեռից ես բան չունեմ այդ մարդկանց դեմ, ես է կարողա Աստված մի արասցե տեղս ներնի։ Պետք է մարդիկ ընդունեն, որ ավել ընկավ, ասում է չեմ ուզում էլ գնամ Պոլավլեմ, ես վարչապետ եմ։ Այն քուչի որ մի չափալախել են ասել են գնա Սեմուշկի, հիմա տենց է այդ տղայի կյանքը դասավոր։ Հիմա նստում քֆուր է տալի, արա իրան ոչ մեկ ասում է ջան եմ ասել։ Բայց նայ Տաթև ջան, եթե հիմա մեր հայրենակիցներին դիմեմ, այդ 3 միլիոն վարչապետերին, 3 միլիոն վարչապետերով եկեք դուրս գանք փողոց, այս Նիկոլին հեռացնենք, որովհետև մեր երկրորդ հանրապետությունը, մեր հայրենիքը Արցախը նվիրեց թուրքերին, Հայաստանի սահմանները օկուպացված են, բյուջեն դեֆիցիտ է ու երկիրը չգիտես ուր է գնում ընդհանրապես, չես պատկերացնում ուր է գնում։ Մի օր որոշում են թրիփ պետքա սարքեն, մյուս օրը ասում է դա տենց Ամերիկայի համար կարևոր ինչ որ առաջնահերթություն չի, զբաղված են պատերազմով, ինչ որ ոչ մի բան հստակ չի Նիկոլ Փաշինյանի դեպքում, ուր մնաց այդ խաղաղությունը ճակերտավոր, ինչ որ հիմա խաղաղ իրավիճակ է, ասենք սահմաններին չեն կրակում, վաղը չէ մյուս օրը, ասենք կարան կրակեն, որովհետև ոչ մի հիմք չկա։ Ինչ կա պայմանավորված, ինչ որ օդի մեջ նախաստորագրված փաստաթուղթ կա, որը իրավական ուժ իրանից չի ենթադրում, որտեղ երաշխավոր չկա, ասենք երաշխավորը այդ չենք պատկերացնում էլի ուր ենք գնում, այսօր օրհասական է Նիկոլ Փաշինյանից ազատվելը, կլինի ընտրությունների միջոցով, կլինի փողոցային պայքարի, կլինի իմպիչմենտի միջոցով կամ այլ սահմանադրական մեխանիզմներով, պետքա օր առաջ այսօր ազատվենք Նիկոլ Փաշինյանից։ Նաև ես քո Facebook-յան գրառման հետ կապված ասեմ, մի փոքր կմանրամասնես, որ Facebook-ում կոմենտ գրելու համար ձերբակալել էին 5 երեխաների մորը։ Երեկոյան փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ կին են ձերբակալել եւ ավելի մանրամասն լսելով հասկացանք, որ 5 անչափահաս երեխա ունեցող կնոջը իր տան մեջից մտել են ու ձերբակալել են Facebook-յան գրառման թե մեկնաբանության համար, որտեղ վիրավորել էր Նիկոլ Փաշինյանին, ավել մանրամասներ եւ մամուլում եւ մնացյալ տեղերում դեռևս չկան, բայց դա արդեն այնքան էլ էական չի, ինչքան երևույթը, որ կարող են անչափահաս երեխաների մոտ եւ կնոջ պարագայում ավելի վատական իրանց մորը տանեն եւ այստեղ ասեմ այն ասել եմ ու էլի կասեմ, ուր են այն կառույցները, ովքեր գրանտներ ու չգիտեմ ինչ գրողներ ու զարմարներ են ստանում երեխաների պաշտպանության իրավունքի, դա նույնը իմ երեխաների հանդեպ ա եղել ու որպես կին իմ հանդեպ ա եղել, լուր նստած են եղել, մենակ գրանտներ են ստանում եւ նստում են։ Որևէ մեկը արդյոք տեղյակ է այս ամեն ինչից, որևէ մեկը կբարձրաձայնի այս կնոջ եւ երեխաների իրավունքների մասին, ասում են Հայաստանի Հանրապետությունը
ժողովրդավարություն, ի ժողովրդավարությունի դեպ միջադեպ էլ եղավ, այս վերջերս թփեականեն Հասմիկի ազգանուն, նույնիսկ այդ պատգամավորի շատ է իրան Հասմիկ, հա։ Ես ինքնին եմ իրան սկսել ճանաչել, որ իր մասին խոսում։ Հա, ինչ որ բաներ էր, ռիլեր էր տեղադրում, դե նրանք բլոգերների հավաքածու են, գնում են ռիլսեր են տեղադրում, բան, տակ գրել էի, որ ժողովուրդը գնում իրանց փաթաթվում է վայ մույ, այնտեղ դե չեմ դիմացել, մեկնաբանել եմ, ասել եմ, բա այն որ խանութից դուրս արեց այդ տղան, դրա վիդեոն է սուրա, չես դրե։ Ասում եմ մենք իրանց էլ ենք սիրում, մենք մեր ընդդիմադիրներին էլ ենք ճանաչում ու սիրում ենք ու տենց սրտի կախարում։ Դե նայ, իրանք քարոշչության մեջ են, պետքա բոլորին է սիրեն։ Բոլորին, ասել են իրանք ասելու են բոլորին, ոչ ոք ո՞նց եք սիրում։ Ձեր Պապոյան Գևորգը ասում էր, որ ես հանցագործ եմ, իմ ամեղության կանխավարկածը նույնիսկ խախտում էր իմ այդ իրավունքը, որ ես լիովին թեկուզ մարդասպանի հոդվածով եմ եղել։ Ցանկացած ժողովրդավար երկրում նման պատգամավոր է, չէ՞, Պապոյանը, թե Պատգամավորը, նման պատգամավոր այն էլ իշխանական, ցանկացած ժողովրդավար երկրում կստիպեին, որ հրաժարական տար։ Դե հենա նորից երկրորդ պարտիա Վիլեն նա Գաբրելյան մտնում, հայ-հոյեց, ասես միկրոֆոնը կտամ գլխի։ Լրագրողների հանդեպ ոտնձգություններ։ Լրագրողների հանդեպ դա ամենաազատ կառույցն է լրագրությունը, որ ասում ենք ազատ խոսքի իրավունք, հասկանում եք լրագրություն, Նիկոլ Փաշինյանն էլ եղել է լրագրող ու տենց իր հետի կանգնած մարդիկ։ Փրփուրը Բերանին ինչ կաներ, որ հանկարծ մեկը հայ-հոյեր ասեր միկրոֆոնը կտամ գլխիդ։ Հա, ինչ կանեիք դուք, Ինչ կանեին, բոլոր եվրոպական կառույցների դռները կթակեին, բոլոր ինչքան դեսպանատներ կա կդիմեին։ Նիկոլը տունը գրավ կդներ, այն երրորդ մասի խզմզած տունը, գրավ կդներ, տոմս կառներ, կգնար եվրոպական բոլոր կառույցների դռները կթակեր, կասեր մեզ հալածում են, մեզ սպանում են, մեզ մորթում են։ Բա հիմա գիտեք ձերբակալում, մտնում եք տներ, գիտեք, նաև Արմինե Օհանյանին հրապարակ թերթի խմբագրին երեք նորից հրավիրել են քննչական կոմիտե, իշխանազավթման փորձ են դիտարկել, կոչ են դիտարկել 24 թվականի արած գրառում։ Նիկոլ Փաշինյանը սկզբից ձերբակալում ասենք այն մարդկանց, ովքեր իր դեմ են խոսում ու ունեն հանրային լսարան, սրբազաններից սկսած նաև պարոն Աշոտյանով հենց դատական process-ները գնում է, գործերևում է որ ամբողջությամբ ջուր է, այդ մարդկանց սկսում են թողել կեսինտանային կալանքով կամ վարչական հսկողությամբ են վերջի մեխանիզմներն են օգտագործում, որը կարան օգտագործեն։ Դրանից հետո սկսում են մեկ այլ մարդկանց սկսել ձերբակալել, ով էլի հանրային հնչեղություն ունի։ Ես ոսկի խոսք ունեմ, ասում եմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքատարկելները սեզոնային են։ Սեզոնը բացվում է, գնացիք բան, всё, այս մարդը բան սրսկվում է, ինչ անում այդ քաղբանտա մարդկանց բանտն նետելով, ասում է գնացեք լծեք։ Առանց քաղբանտարկել որևէ ժամանակներ չկա։ Ես չեմ պատկերացնում այդ մարդը մի փոքր տենց գիտես ոնց ես երկրի ղեկավարին պատկերացնում եմ հավասարակշռված, բանիմաց, տենց որ այդ մարդուն անհնար է հավասարակշռությունից հանելը, տենց պետք է լինի էլի երկրի ղեկավարը ամեն դեպքում։ Հիմա այս մարդը դու հիշում ես Սամվել Կարապետյանին երբ որ դատում բան ուզում էր բռներ հիշում ես րոպեն մեկ Facebook-ում ստատուսներ էր գրում բա հեսա կտեսնեիք բան դու պատկերացնում ես ինքը ինչ վիճակում է գտնվել հոգեկան որ տենց բաներ է գրել դու երկրի ղեկավարն ես ասենք քո երկրում ասենք լկա տենաս քեզ ինչ եմ ասում ասես բաներ է գրում էլի դա աբսուրդ է ես ասում եմ մենք երևակայական ինչ որ աշխարհում ենք ապրում ենք ասենց այս բառի համար այնց աբիժնիկներ են էլ որ չեն կարող ուղի խոսքը ասեն վերացական ստատուսներ ու վրա կամ են որոնք երոչից բաժանվում են րոպեն մեկ սթորի են դնում ասես լծված սթորիներ են դնում հա չգնահատեցին մեր չգիտեմ ինչ տես մի հատ բաներ կա աֆորիզմներ են ասես ցիտում են այդպես ցիտում էր հա վարչապետ ես թե ինչ է։ Չէ ինքը տենց ինչ որ ոչի բանի մասին է, բայց ցավոք սրտի մեր Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում ու պատկերացնում ես ինքը մեր երկրի շահն է, ներկայացնում տարբեր միջազգային կառույցներում, ԵԽԽՎ-ում օրինակ չգիտեմ, ասենք Ամերիկայի հետ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ինքը ներկայացնում է ինձ, քեզ ասենք ու մնացած բոլոր հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում ես նման մարդը մենք ինչի ենք ասա ու նման մարդուց սիրելի հայրենակիցներ անհնար է լավ բանը սпасել մարդը ներկայացրեցինք ինչ ձև է լինում էլի պետքա լինի հավասարակշռված երկրի մասին մտածող պետության մասին մտածող
Չէ, լավ մտածող լավ որ իր մասին նույնիսկ մտածող չի այդ մարդը ուտելիքա տենում խառնվում է իրար Սրանից մի քիչ ավել վեկալ եմ, ոնց կարելի է գնալ հասնել պատերազմական իրավիճակա, որտեղ մեր երկրի շահը, թե տնտեսական, թե անվտանգային շահն ու ամեն ինչն է կախված, խնդիրներն է կախված, կարողա չի պատկերացնում։ Ոնց կարա չպատկերացնի, ինքը պարապած, ասենք, պատկերացնող է, ոնց կարա ինքը չպատկերացնի, ինքը վերցնում է մեզ մեղավոր է, որ խնձորը կտրած չեն դրել, թուղթ ու գրիչն էլ չեն կտրած դնում, կեր, նույնիսկ կողքերը թող շարժվեն, կտրտած չեն մարդիկ, չուտես մի։ Բա որ գնում են, ասենք, ավտոբուսում պարում են, գցում են, ասենք, համացանց, ասենք, ոնց է հնարավոր պետության մասին մտածող մարդիկ նման ձև ապրեն, իրենց ապրելաձևը նման լինի, հասկանում ես։ Սևան ջան, նայում ուղղակի, ասենք, վատ ես քեզ զգում, որ այս մարդիկ քո երկրի ղեկավարությունն են։ Մարդկության մասին մտածող, պետությանն էլ չէ։ Չեմ ասում մի կողմ, բայց առհասարակ մարդկային կերպար ունեցող մարդը չի կարող նման վարքագիծ դրսևորի։ Ես հիշում եմ, որ փոքր էինք, մի անգամ բան էինք արել, մեր գյուղում մարդ էր մահացել, այնց էլ չի, մեր թաղերից հեռու, բայց գերեզմանոցը ոնց որ մեր տներին ավելի մոտ էր ու այդ թափորը պետք է անցներ անպայման այդ կողմերով։ Մագ էինք միացրել ժամանակ կասետով մագնիտոֆոն էր։ Դե միացրել էինք։ Մամաս եկավ, գիտես ինչ օին դրեց մեր գլխին։ Անջատեք, սուքա գյուղում մարդ է մահացել, մեծ մարդ էր, պապիկ էր մի հատ մահացել։ Ու դա անընդունելի էր մեր տանը, մեր համար, մեր գյուղում, մեր հարևանների համար։ Դու ուրիշի սուքը պետք է, դու քո հարևան երկրում մանկահասակ երեխեք են, դու նոր ես, եռաբլուրում մարդկանց հողը վրները հələ չի նստե, չի սառե այդ տղերքի դու հելել ես ու քո պատճառով ա եղել հարևան երկրում մանկահասակ երեխաներ են զոհվե, թաղվե, քեզնից մի քարը գցես կընկնի Պարսկաստան, էլի, հելել ես, պարում ես, այդ սուրջուխը գրսում ես, տենց ոնց կարելի է։ Աբսուրդի ժանրից է։ Պերաշկի ես խզարում, վաղը մյուս օրը այդ որ գնաս, ասես մի հատ հարց լինի կարևոր անվտանգային հարց լուծելու, ժողովուրդ ջան, այդ որ տենց ուրախանում եք, ծափ եք տալիս սրտիկներ եք դնում, ֆեյքով լնի, ֆեյքով չլնի, ֆեյքի տակ էլ է մարդ նստած։ Վաղը մյուս օր որ ձեր անվտանգային հարցը օդից կախված լինի, այդ պերաշկին ձեզ չի օգնելու։ Պրծնում է, այդ որ շատ ուտում ես, պրծնում է։ Նորը կթխեն, փուր կբացեն, պերաշկի կսկսեն թխել, ժողովրդին պերաշկիով Արցախի ժողովրդին էլ էինք ասում։ Այդքան ասում էինք, ենթարկվում էի բռնությունների, հիշում ես, եկան գրասենյակից հանեցին, ծեծի դու ունենց դեպքերով ես հայտնի անգամ Արցախում քո հետ կապված դեպք եղավ, չէ՞, ինչ որ առևագման փորձ եղավ։ Հա, ես ինչա գրառում եմ, գրառման համար եկա այնտենց լավ տղա, ուր եք տղերք։ Այ ձեզ լավ հիշեցի։ Լավ է հիմա։ Ինչ կարեցաք անել։ Ձեր դոշակները կապեցիք ավտոյի կրիչներին, հելակ եկաք։ Այդքան ձեզ ասում էինք, չէ՞ որ ձեր անվտանգությունը մազից կախված է։ Գազելներով գալիս էիք ստե հրապարակ էիք լցնում Նիկոլի գալուց, իշկա ձեզանից։ Նույնը ձեզ է, նույնը Երևանում ոչ մեկը տապահովա գրված չեք, ինչի Արցախի ժողովրդի ծամուր եք կապված այդ հողին։ Այ երբ հարմար լինի մի հատ գրին քարտ ստանաք տուն տեղ, հայրական տնով կծախեք կգնաք Ամերիկա։ Դուք մտածում եք, որ տենց ամուր եք կապված ձեր հողին, հելնելու եք կենաց մահու կռիվ, տակ չէ։ Գոնե հիմա քանի կենաց մահու կռվի վաղ չի ձեր անվտանգային հարցը լուծեք։ Հրաժարվեք Նիկոլից։ Տաթև ջան, շատ ուրախ էի քեզ հյուրընկալելու համար։ Կրկին երևի մենք կունենանք էլի եթերներ իմ կարծիքով։ Ուրախ կլինեմ։ Այսօր ուրիշ կարծիքի տաղավարում էինք, մեր հյուրներ Տաթև Արցախը։ Շնորհակալություն հարգելի ընկերներ, կհանդիպենք մյուս թողարկմանը։